պատրաստ ենք, դուք պատրաստ եք։ Սկսում ենք։ Այո։ Okay։ Շատ միանգամից էր այդքան հանգիստ, շատ լավ։ Շատ վատ, հա։ Soundtrack ռաբիս չի ասենք։ Լավ։ Արպինե Հարոյան, շատ ուրախ եմ քեզ հետ այսօր խոսելու հայ կանանց պատմության մասին։ Ողջույն Անխելա, շնորհակալ եմ շատ, ես էլ եմ շատ ուրախ։ Դու գենդերային գիտությունների հետազոտող ես եւ լրագրող։ Եվ կուզես սկսեի տվյալներով կոնտեքստի համար։ Վերջին տվյալներով երկի մոլորակի վրա այսօր կա մոտ 8 միլիարդ մարդ, որից 4 միլիարդ տղամարդիկ են եւ 3.95-ը կանայք են։ Եվ ընդհանուր հասարակության մեջ առաջընթաց ունենալու համար շատ կարևոր է, որ պատմությունը ճշգրիտ հետազոտի։ Եվ հավատում եմ, որ կարող ենք ավելի իմաստուն եւ հզոր հասարակություն դառնանք, եթե հասկանանք պատմությունը նաեւ կանանց կողմից։ Դրա համար շատ ուրախ եմ, որ կարող եմ քո հետ այսօր դրա մասին խոսել։ Ես նույնպես։ Իմ առաջին հարցը ուզում եմ հասկանամ, ինչու է քեզ համար կարևորը հայ կանանց պատմությունը հետազոտել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Միշտ ամեն անգամ, երբ որ խոսում եմ իմ հետազոտությունների եւ առհասարակ հայ կանանց մասին, իսկ ես աշխատում եմ շատ խոսել այդ մասին, որպեսզի ինչքան հնարավոր է մարդիկ իմանան։ Շատ կարևորում եմ այս հարցը եւ միշտ սկսում եմ այս հարցից, թե ինչու է ինձ համար կարևոր ու թե ինչպես ես եկա դրան։ Շատ փոքր ու կարճ նկարագրեմ, երբ որ ես փոքր էի եւ սովորում էի դպրոցում, ես շատ ուզում էի դառնալ նվագախմբի դիրիժոր։ Ես միացնում էի երաժշտությունը, կանգնում էի տանը եւ փորձում էի ինչ-որ բաներ անել, բայց անդադ մի միտք էր ինձ տանջում, այդ ժամանակ ես երևի 10-11 տարեկան էի, ասում էի, բայց ախր ես չեմ կարող դառնալ, որովհետեւ բոլոր դիրիժորները տղամարդ են։ Ու այդ նույն միտքը ինձ մոտ կար մնացած բնագավառների մասին, այսինքն երբ որ մենք դպրոցում անցնում ենք գրականություն, գրողների մեծ մասը, այսինքն իմ տարիքում, երբ որ ես էի դպրոցում 99%-ը տղամարդիկ էին։ Կար ընդամենը մի կին հայ գրող ժամանակին, դա Սիլվա Կապուտիկյանն էր։ Հիմա մի քիչ փոխվել է իհարկե, խոսեմ ավելի ուշ դրա մասին։ Բայց այդ ժամանակ միայն մի կին գրող կար, ես ասում էի, դե լավ, սա երևի ոնց որ կանանց համար լավ մասնագիտություն չէ, եւ կանեք չեն կարող դրա մեջ լավ լինել։ Նույնը նաեւ արվեստի այլ բնագավառներում նկարչություն, երաժշտություն նաեւ, հա, լավագույն բնակարարները տղամարդիկ են, լավագույն նկարիչները տղամարդիկ են, ու այդպես շարունակ ու ես երբեք դա այդ հարցադրումը իմ մեջ չէի արել, թե ինչու։ Ես դա ընդունել էի որպես նորմա, որ այդպես է, որովհետև մեր հասարակությունն էլ դա ակտիվորեն, այսինքն պնդում էր եւ ընդունում էր։ Եվ հետո երբ որ մեծացա արդեն, ամեն ինչ սկսվեց մի պատմությունից։ Ես շատ ուրախ եմ, որ մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ որ շատ մեծ դեր է տրվել կրթությանը, զարգացմանը, եւ մենք էլ 3 քույրիկներ ենք, այսինքն պսի հարց չի եղել, որ աղջիկա համար դա կարեւոր չի։ Եվ երբ որ ես համալսարանում էի սովորում, արդեն վերջի տարիներն էին ավարտելուց, ես հոդված պիտի գրեի, այն ժամանակ Event Report-ը, խմբագիր Մարիա Տիտիզյանը իմ դասախոսն էր եւ Event Report-ը նոր էր հիմնադրվել, դա մոտ 7 տարի առաջ էր։ Ու այդ հոդվածը ընդհանրապես կանանց հետ կապ չուներ, այդ հոդվածը Երևանի Grand Hotel-ի մասին էր, Աբովյան փողոցի վրա, որովհետեւ ժամանակին, երբ որ հյուրանոցը հիմնվել էր 20-ականներին, դա մտավորականների կենտրոն էր, այսինքն հայ գրողներ, ովքեր որ տեղափոխվել էին սովետական Հայաստան, որպեսզի Հայաստանը ծաղկացնել, այդտեղ էին հավաքվում իրենց այդ ինտելեկտուալ քննարկումներն այդտեղ էին ունենում, եւ այդ հյուրանոցի մասին հոդվածը գրելիս հորաքույրս, ով որ աշխատում է գրականության արվեստի թանգանում, ինձ ասեց, գիտես, ես քեզ կօգնեմ մի կնոջ հուշագրություն կա թանգանում պահվող, որտեղ որ ինքը շատ լավ այդ տարիների մասին պատմում է։ Ես ասի, իսկ այդ կինը ով էր, ասաց, դա ինքը գրող չէր կամ ինչ-որ ոլորտի արվեստագետ չէր, բայց ինքը մեր գրողներից մեկի կինն էր։ Եվ ես ասի, հա, կգամ կկարդամ, Մարո Ալազանն էր այդ կինը, ժամանակին մենք գրողն էինք Վահրամ Ալազան, 30-ականներին ինքը հայտնի էր, գրողների միության նախագահն էր, եւ այդ ստալինյան բռնաճնշումների ժամանակ իրեն բանտարկել էին, հետո աքսորել էին արդեն Սիբիր։ Եվ Մարո Ալազանի հուշագրությունը ես գնում եմ թանգարան, խնդրում եմ արխիվից հանում եմ, վերցնում եմ,
Դա մոտ 800 էջանոց, երկու այսպես հաստ հուշագրություններ։ Ու ես սկսեցի կարդալ։ Մեքենագիր էր, այսինքն ձեռագրի խնդիր չկար։ Ու կարդում էի, զգում էի, որ ես ապշում եմ, թե այս կնոջ պատմությունը որքան հետաքրքիր է եւ որքան տարբեր է մնացած պատմություններից, որ մեզ պատմում են, այսինքն դա կնոջ ապրումներն է, կնոջ տեսանկյունն է, որ իր ամուսնուն ձերբակալում են, իրենց լավ տարիներն է 20-ականների Հայաստանից ենք խոսում եւ ինքը լինելով ցեղասպանությունից փրկված, որփացած, որփանոցում մեծացած շատ դժվար բաների միջով անցած կին, իր կյանքի արդեն մայրամուտին մահանալուց առաջ նստել եւ ամբողջը մեքենագրել էր։ Եվ ինքը մի հատ կարելի ասել փաստագրված պատմություններ թողել հետագա սերունդներին ու ժառանգներին։ Ու ոչ ոք չգիտեր դրա մասին։ Այսինքն այդ հուշագրությունը Թանգարանի արխիվում այդպես իր ամուսնու արխիվի հետ դրված էր։ Ես իհարկե օգտագործեցի իր հուշագրությունից ինչ որ հատվածներ այդ հոդվածի համար ու այդտեղից սկսվեց իմ շատ մեծ հետաքրքրասիրությունը կանանց պատմություններ եւ կանանց հուշագրություններ գտնելու եւ այդ փուլից ես սկսեցի ուղղակի գնալ թանգարան ու նայել արխիվների ցանկերը եւ որտեղ տեսնում էի կնոջ անուն, գնում էի խնդրում ասում էի կտակ նայեմ մատյանները, արխիվները ու հասկացա, որ ինչքան հետաքրքիր կանայք կան եւ ինչքան քիչ բան գիտենք նրանց մասին եւ ընդհանրապես կարելի ասել ոչ մի բան չգիտենք նրա մասին։ Ու այդպես բացահայտելով, որպեսզի շատ ավելի հակիրճ կամ մեր հարցին, ես հասկացա, որ ինչքան շատ իրենց մասին կարդամ եւ ես քանի որ լրագրող եմ եւ հոդվածներ էի գրում եւ ինչքան իրենց մասին կարդամ եւ ես ինքս իրենց մասին խոսեմ, այդպես մենք ավելի շատ կսկսենք այդ տեսանկյունն այլ եւ գուցե իզնից հետո եկող սերունդները, երեխաները, ովքեր որ արդեն կիմանան իրենց մասին, մի քիչ ավելի ուրիշ պատկերացում կունենան հասարակության մասին, մասնագիտությունների մասին, կտեսնեն թե ինչպիսի կարևոր դեմքեր ենք մենք ունեցել, ում պատմությունը, չգիտես ինչու կամ գիտես թե ինչու մնացել է ուղղակի արխիվում փոշիների մեջ։ Ու այդպես սկսվեց իմ ճանապարհը հայ կանանց պատմություն հետազոտելու ու ես շատ շնորհակալ եմ, որ ես ունեի Մարիաթի դիզայն նման խմբագիր, ով որ ուղղակի շատ ոգևորվեց այդ մտքից, ասեց այո, ասեց դու պիտի հոդվածների շարք ունենաս ու պիտի գնաս այդ հոդվածները գրես այդ կանանց մասին եւ այդ իմ հոդվածների շարքը, որ կոչվում էր հայերենով պատմության մոռացված էջերից From the Forgotten Pages of History, բավականին շատ սիրվեց ու դրանից նաև շատ նախագծեր ու պրոյեկտներ դուրս եկան տարբեր մարդկանց մոտ ու ինքը դարձավ հղում շատ մարդկանց համար, ովքեր որ ցանկանում են հայ կանանց պատմությունը ուսումնասիրել։ Այդ հոդվածներից ես շատերը կարդացել եմ Evian Report-ում եւ պիտի ասեմ, որ ինձ շատ հետաքրքրվել է, որ այդ իրանց բարձրացան խնդիրներից շատերը շատ արդիան են, այսինքն շատ չեն փոխել ցավոք սրտի։ Այո, ցավոք այն խնդիրների մասին, որ իրենք խոսում էին հիմնականում 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ, այդ խնդիրներից շատ-շատերը այսօր դեռ արդիական են։ Մի քիչ ուզում եմ պատմությունով հետ գնալ, 19-րդ դարի վերջում արդեն մինչև հայոց ցեղասպանությունը հիմնականում Արևմտյան Հայաստանում, այսօր Թուրքիայի տարածքում հայ կանայք ոգեշնչված նաև արևմտյան ֆեմինիստներից եւ այդ հոսքից, որ սկսվեց 1800-ականների վերջին, հայ կանայք էլի նույնպես սկսեցին բարձրաձայնել հայ կնոջ խնդիրների մասին, որովհետեւ մայրաքաղաքներում ուրիշ էր, օրինակ Կոնստանդնուպոլսում կամ այստեղ Երևան, Թիֆլիս, որտեղ որ հայերը հիմնականում կենտրոնացած էին, բայց գավառներում հայ կնոջ վիճակը ուղղակի սարսափելի էր։ Իրանք չունեին կրթություն, իրենց վերաբերում էին որպես ծառաների, ստրուկների, հիմա գուցե շատ կոպիտ եմ ասում, բայց կնոջ դերը ինչ էր, պիտի ծնվեիր, երբ որ աղջիկ էր ծնվում տանը շատ տխրում էին, որովհետև աղջիկը հոգս էր, իսկ տղան մնալու էր եւ աշխատող ձեռքեր ունելու։ Աղջիկ էր ծնվում, հետո իրեն ամուսնացնում էին, հետո ինքը մայր էր դառնում, երեխաների մասին էր հոգ տանում, տան մասին էր հոգ տանում, եթե գյուղում էին, գյուղում էր աշխատում, հետո ինչ էր լինում, մահանում էր եւ ինքը այդպես էլ անհատ չէր դառնում։ Եվ նրանցից մեծ մասը կրթություն չէին ստանում, այսինքն դպրոցները սկսեցին 1800-ականների վերջից նոր արդեն աղջիկների համար սկսեցին դպրոցներ գործել։ Եվ այս կանայք, մի խումբ կանայք, իրենք 12 եւ ավել էին, Սուրբ Իդուսամ, Զաբել Եսայան, Մարի Բեյլերյան, Զարուհի Գալեմքերյան, Հայկանուշ Մարկ տարբեր ժամանակաշրջանով եւ իրենք սկսեցին բարձրաձայնել այս խնդիրների մասին ու խոսել նաեւ մամուլում, ինչի միջոցով, որ այսինքն թերթերի միջոցով փորձում էին ասել, որ հայ կինը պիտի ոտքի կանգնի, տղամարդու հետ պիտի հավասար լինի եւ ինքն էլ պիտի իր արժանի տեղ ունենա ընտանիքում եւ ազգի մեջ։ Հիմա ասեմ, թե ինչու են այդ խնդիրներից շատերը արդիական, այսինքն երբ որ խոսում ենք այն ժամանակ
որ շատ էր կարևորվում, որ հայկինը պիտի մայր լինի եւ իր միակ, այսինքն նպատակը մայր լինելն եւ ոչ թե որպես մասնագետ օրինակ կայանալը, եւ հիմա նույնպես հայկական իրականությունում որքան կարևոր է, չէ, եւ կարևորում ենք մենք շատ երեխաներ ունենաս, ամուսնանաս, այսինքն երբ որ առօրյա բան եմ ասում իմ շրջապատում, երբ որ ինձ ինչ-որ մեկը տեսնում է, առաջի բանը, ինչ-որ մեկի հետ որ ծանոթում, ասում են, վայ, բա ամուսնացած ես, երեխաներ ունես, վայ, բա ինչի ամուսնացած չես, ինչի երեխաներ չունես։ Այստեղ մի շատ հետաքրքիր հարց կա։ Ինչի է այդ հարցը այդպես կարևոր եղել այն ժամանակ եւ հիմա։ Մենք 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դարի սկիզբ չունեինք պետականություն։ Մենք չունեինք պետություն, մենք շատ ցակուցրիվ էինք ազգով, մենք վտանգի տակ էինք թուրքերից, այնտեղ Հայաստանը բաժանված է Ռուսաստանի մեջ, Պարսկաստանի մեջ, Թուրքիայի մեջ, ու շատ կարևոր էր մեր ազգի համար ազգը պահել։ Իսկ ազգը պահելու համար ինչ էր պետք երեխաներ ունենալ եւ մայրեր ունենալ, ովքեր որ պիտի կրթեին իրենց երեխաներին։ Այդ իսկ պատճառով կնոջ զարգացման դերը այդպես չէր կարևորում, որովհետեւ կինը պիտի մայր լիներ, բա տղամարդիկ կզբաղվեին պետության հարցերով, կինը պիտի մայր լիներ, որ երեխաներ շատ ունենանք, որ ազգը մնա եւ պահպանվի։ Բայց այդ կանայք այն ժամանակ ինչ էին ասում էին, հա, թող էլի մայր լինի, բայց գրագետ մայր լինի, որովհետեւ գրագետ մորից կծնվեն գրագետ զավակներ, կմեծանան գրագետ զավակներ, այդ զավակներն էլ կլինեն ազգին արժանի ծառայող պետական գործիչներ կամ թեկուզ սովորական ինչ-որ նկարիչներ, գրողներ։ Եվ այդ խնդիրը այսօր էլ կա, որովհետև մենք այսօր էլ Հայաստանը կարծում եմ բավականին զարգացած է, այսինքն հասարակության առումով մենք շատ առաջընթացներ ունենք, անդադ խոսում ենք, չէ, IT, սա, բայց այդ գաղափարը մայրերի մոր սրբության դեռ արդիական է եւ ես դա չեմ ասում որ դա վատ է բայց այստեղ հարցն է որ ինչի է դա արդիական որովհետեւ մենք այսօր էլ ունենք վտանգի խնդիր մենք շատ քիչ ենք եւ մենք շատ ծրված ենք աշխարհում եք մենք այսօր ունենք մեր պետությունը որը որ պիտի ամեն ձև փայփայենք բայց այսօր մենք էլի ունենք այդ կարիքը որ շատ երեխաներ ծնվեն շատ մայրեր լինեն գրագետ մայր, որպեսզի մենք որպես ազգ կարողանանք գոյատևել։ Որտեւ երբ որ դու ասում ես կինը պիտի կրթություն ստանա, ինքը իրեն կարողանա ֆինանսապես ապահովել, մարդիկ հասկանում են, թե դա նշանակում է, որ դու մայր չպիտի լինես։ Բայց իրականում, ասենք, ես օրինակ որպես մայր ու մարդ ու մասնագետ, ես զգում եմ, որ հնարավոր չի ամեն ինչ լավ անել։ Այո։ Ու դրա համար այդ հարցերնակ ինձ այդքան արդիական է որ մարդը որ մասնագիտություն ունի եւ ցանկություն ունի ինչ որ է իմ մոտ բանը ստեղծագործության ծոր կրեատիվ մասն է բայց ես իմ մեջ է իմ ցանկությունը մեր որպես ընտանիք ես ուզեցել եմ երեխաներ ունենալ եւ իրեն դասիրակեմ եւ ժամանակ անցկացեմ եւ ունեցել եմ այդ լուքսուսն էլ ասենք ամեն մայրը չի կարա շատ ժամանակ երեխաների վրա անցկացնի, պիտի աշխատի, որ կարողանա գոյատևի, այսինքն մեր վրա շնչումը շատ բավականին մեծ է ու զգում ես, որ չես կարող ամեն ինչ անել լավ։ Այդ այսինքն ինձ համար այդ հիմնական խնդիրն է այսօր, որ հասկանալ ճիշտ բալանսը որն է ծոր դրա մեջ։ Այո, եւ մի բան էլ նշեմ, այդ նաեւ ինչու են այդ խնդիրները դեռ այսօր արդիական, նույն կրթության խնդիրը, եթե մենք Երևանից դուրս գանք, ցավոք կան շատ Հայաստանում մարզեր, որտեղ որ ես շատ եմ առիթ ունեմ շատ դուրս գալ մարզերում շփվել աղջիկների հետ, հատկապես ֆանտաստիկ սերունդ ունենք եկող եւ ֆանտաստիկ աղջիկներ, որ ես շատ եմ հպարտանում, որ օրինակ իրենք ինձնից շատ ավելի առաջադեմ են, քան ես օրինակ իրենց տարիքում, բայց զգում ես, որ իրենց մեջ նստած կա այս մտածելակերպը, որ բայց չէ, ախր ես չեմ կարող սա անել, որտեվ ես պիտի օրինակ, չգիտեմ, ամուսնանում տանը նստեմ, տան գործ անեմ։ Շատերի մոտ ցավոք դա կա, եւ մենք դա ինչպես կարող ենք փոխել կրթության միջոցով, կանանց մասին պատմելու միջոցով, հայ կանանց մասին պատմելու միջոցով, որովհետեւ եթե ժամանակին իրենց բարձրաձայնած խնդիրները լուծվեին եւ դրանց պատշաճ ձևով նշանակություն դարձվեր, մենք գուցե այսօր այստեղ չլինեինք։ Իսկ ինչ եղավ, մենք ուղղակի իրենց մոռացանք եւ այսօր եթե դու փողոցում կանգնես ու հարցնես ինչ որ աղջիկների ասես, ինչ հայտնի հայ կանանց կասես, իրենք չեն կարողանա ցավոք ասել 1-2-ից ավել մարդկանց։ Ու հիմնականում կնշեն Զաբել Եսայան գրողներից կամ էլ կասեն Սիլվա Կապուտիկյան։ Եվ ես շատ ցավում եմ, որ մենք դեռ չենք հասել այն իրականությանը, բայց ես վստահ եմ, որ մենք կհասնենք, որ փողոցում կանգնեցնես, իրենք իմանան այդ բոլոր կանանց ու ասեն, գիտես, ես իրենցից մեկից եմ ոգեշնչվել։ Դրա համար մենք այստեղ ենք։ Եվ ես կուզեմ, որ դու այդ կպատմես այս կանանցից մի քանի մասին, որ կընտրես։
Ես շատ երկար մտածում էի ում մասին կարելի է խոսել եւ եկա այն եզրակացությունը, որ խոսեմ 3 հայ կանանց մասին, ովքեր որ Հայաստանի, հա, կամ պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններից էին եւ տարբեր մի քիչ մոտ ժամանակաշրջաններում կուզեմ սկսել խոսել, եթե կարելի է, Շուշանիկ Կուրղինյանից։ Շուշանիկ Կուրղինյանին ես էլի բացահայտել եմ իմ հետազոտությունների միջոցով, չնայած որ այսպես մտքիս հետևում, հա, իր անունը զրունգում էր, որովհետև ժամանակին ինքը օրինակ սովետական Հայաստանում դասագրքերի մեջ կար։ Իսկ ինչու կար, որովհետև ինքը սոցիալիստ էր, 20-րդ դարի շատ ֆեմինիստների նման եւ բնականաբար սովետական միությանը շատ կողմ էր, որ պիտի Հայաստանում հաստատվեր ու այդ թեմայով բանվորների, տառապանքների թեմաներով, աշխատավոր մարդկանց թեմաներով ինքը շատ բանաստեղծություններ էր գրել եւ բնականաբար սովետական միությունը իրեն որպես սովետական գրող այդպես ներառել էր դասագրքերում։ Բայց Շուշանիկ Կուրղինյանը նաեւ ֆեմինիստ էր եւ ֆանտաստիկ գրող, ով որ խոսում էր հայ կանանց իրավունքներից։ Բայց իր այդ ստեղծագործությունները, բանաստեղծությունները, չգիտես ինչու, մոռացվել էին։ Շատ կարճ որպեսզի իր մասին պատմեմ, Շուշանիկ Կուրղինյանը ծնվել էր Գյումրիում, ներկայիս Ալեքսանդրապոլում 1800-ականների վերջում, իսկ Գյումրին, ես ինքս Գյումրիից եմ, շատ ավանդապաշտ եւ հայրիշխանական հասարակություն է։ Իսկ ինքը այդ ժամանակ ծնվելով հանդերձ կոշկակարի աղջիկ էր։ Շատ ըմբոստ էր ու անընդհատ չէր ուզում ենթարկվել ինչ որ իրեն ասում էին։ Եվ ժամանակին, երբ որ պատանի էր, իսկ 14-15 տարեկան էր եւ հորը օգնում էր գործի մեջ աշխատելուց արհեստավոր։ Ասում էր իմ աշխատավարձը ինձ տուր։ Իսկ Գյումրիում դա չլսված Ալեքսանդրապոլում այն ժամանակ դա չլսված բան էր, ոնց կողա աղջիկը իր հորից գումար ուզի, բայց ինքը ասում էր, դե ես աշխատել եմ, աշխատեց դուր, ինչ կապ ունի, որ ես աղջիկ եմ, դու տղամարդ ես կամ իմ հայրն ես։ Ու այդպես ինքը շատ խոսում էր եւ շատ պատմում էր հայ կանանց մասին իր բանաստեղծությունների միջոցով ու անդադ այդ ցավը իր մեջ կար, որ ինչու է հայ կինը տխուր, ինչու է տառապած, ինչու ամբողջ հոգսը իր ուսերին, հոգսաշատ, եւ ինքը մի շատ գեղեցիկ բանաստեղծություն ունի հայ կնոջ մասին, ու ասում է ինչու է տխուր հայ կին, ու ասում է որ ոնց որ երիտասարդ գեղեցիկ աղջիկ էիր, քեզ ճանաչում էի, հետո տարիներ հետո տեսա, այդ ամուսնական կյանքից եւ այդ հոգսերից դու վշտացել, փոքր, մոքր, ինչ որ դժգույն տխուր մարդ էի դարձել։ Իսկ իր համար շատ ցավալի էր, որ կանայք չէին կարողանում գտնել իրենց արտահայտելու միջոցները, կրթության իրավունքները։ Այդ կյանքի մեջ, այո, այդ նույն են կյանքի մեջ։ Եվ այդ իր գրած բանաստեղծությունը, հենց որ մի քիչ առաջ խոսում էինք, ցավոք շատ կանանց նաեւ իմ շրջապատում հիմա շատ արդիական են նրանց համար, որովհետև իրենք էլ ես ժամանակին ճանաչել եմ շատ առույգ մարդկանց, բայց ամուսնացել են եւ ցավոք չեն կարողացել իրենց ռեալիզացնել։ Այստեղ մի քիչ ուրիշ իհարկե գալիս է թեմա, այնտեղ պետության աջակցությունն է պետք, հասարակության ընկալումներ են պետք, այսինքն դա մենակ չես կարող ասես գնա այդ մենակ ընտանիքի պատճառով չի, սիստեմայի պատճառով չի։ Շատ ուրիշ գործոններ կան, բայց օրինակ Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունները, եթե մենք դպրոցում սովորեինք, ես ինքս գուցե շատ ավելի ուրիշ կերպ կմեծանայի, այսինքն շատ ավելի շուտ կհասկանայի որոշ բաներ, քան թե որ հասկացել եմ մեծ տարիքում, եւ ես նաև գտնում եմ, որ իր մասին խոսելը ինչու է կարևոր, քանի որ երբ որ իրեն փորձում ես, շատ ենք, հա, մենք շատ օտարամոլ ազգ ենք եւ ես չեմ ամաչում դա ասելիս, այս եվրոպացի գրողները, սրանք, բայց եթե մենք փորձենք Շուշանիկ Կուրղինյանին դնել հավասարապես իր ժամանակի 20-րդ դարի սկիզբ մտավորական կանանց կողքին, այսինքն անգլիացի, ֆրանսիացի, կը ոչինչով նրանցից վատը չէր կամ ավելի թույլ չէր, հակառակը շատ դեպքերում նաև իր գրածները շատ ավելի խորիմաստ են եւ խոր են։ Եվ ինչու մենք այդ չենք անում, որտեղ մենք ինքներս դեռ իրեն չենք ճանաչում։ Տենց ասեմ։ Այսքան թերևս Շուշանիկի մասին, կարող եմ խոսել մյուս իմ ամենասիրած կանանցից մեկի մասին, Մարի Բելերյանի մասին։ Եթե Շուշանիկ Կուրղինյանին քիչ շատից մարդիկ գիտեն մի քիչ, այսինքն սովետական հիշողությամբ ավելի մեծ սերունդը, Մարի Բելերյանի մասին ոչ մեկ չգիտի, բացի հետազոտողներից։ Ինչը որ ինձ շատ տխրեցնում է եւ ինքս ամաչում եմ, որտեւ ես էլ չգիտեի։ Ես ինչպես եմ իմացել իր մասին, մի քանի մոտավորապես մի 8 տարի առաջ էր։ Իր մասին հոդված գրելուց առաջ ես հյուր ունեի դրսից եւ իրեն տալի ցեղասպանության հանգարան։ Ու այնտեղ կա մի պատ, որտեղ որ 15 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված մտավորականների լուսանկարներն են։
ու մենք շատ ընդունված է ամենտեղ գրում ենք, որ ձերբակալվեցին մոտ այսքանի 100 մտավորականներ եւ նրանցից միայն մի կին կար Զաբել Եսյանն էր, որին հաջողվեց փախչել։ Բայց միայն մի կին չկար, Զաբել Եսյանը չէր այդ միակ կինը, նաեւ Մարի Բելերյանն էր այդ մտավորականներից մեկը, ում նկարը բարեբախտաբար ես շատ ուրախ եմ ցեղասպանության թանգարանում կա փակցված։ Ու երբ որ ես տեսա այդ նկարը, ասացի մի վարքյան, բայց ես երբեք իր մասին ոչ մի բան չեմ իմացել ու նախամաչեցի, հետո այդ շրջաններ, երբ որ ես արդեն հոդվածներ էի գրում, ասացի լավ, ես արդեն գիտեմ մյուս ում մասին եմ հոդված գրելու։ Շատ դժվար էր Մարի Բելերյանի մասին ինչ որ մի ինֆորմացիա գտնել, ցավոք, որտեղ ինքը չունի արխիվ, բայց կարողացա գտնել իր հոդվածները։ Ուրեմն Մարի Բելերյանը ծնվել էր Կոնստանդնուպոլսում, էլի 19-րդ դարի վերջում, եւ փոքր տարիքից շատ ջատագով էր, շատ ուզում էր սովորել եւ ուսում ստանալ, եւ ինքը նաեւ շատ ակտիվ էր հայկական հարցով հատկապես Թուրքիայում լինելով ճնշված։ Եվ Մարի Բելերյանը շատ ցույցերի էր մասնակցում, ընդվզում էր ու նաեւ հնչակյան կուսակցության անդամ էր։ Եվ թուրքերը իրեն վախենալով իրենից, պիտի ասեմ, մահվան բան են հայտարարում, այսինքն մահապատիժ, եւ ինքը փախնում է Եգիպտոս։ Եվ երբ որ փախնում է Եգիպտոս, այնտեղ ինքը կարողանում է հիմնել հայ կանանց ամսագիր, որը որ իր բնույթով հենց ֆեմինիստական ամսագիր էր, կոչվում էր Արտեմիս, եւ ինքը այդ ամսագրում, որը որ 2 տարի հունական աստված ու անուն 2 տարի հրատարակվում էր, ինքը այդ ամսագրում բացարձակապես խմբագրականներում, իր էդիտորիալներում խոսում էր հայ կանանց իրավունքների մասին, ու ինքը այնպիսի բաներ էր ասում, որոնք որ այսօր արդիական են։ Եվ ինքը ասում էր, որ հայ կանանց օրինակ միակ փրկությունը աշխատանքն է, եւ ասում է, որ կինը պիտի տղամարդու պես հավասար աշխատի, իր ընտանիքին օգնի, այսինքն մի փոքր դիտարկում եմ ուզում անել, հայ կանայք, ովքեր որ խոսում էին կանանց ազատագրման մասին, իրենց խոսույթը, իրենց ասածը շատ տարբեր էր եվրոպական ֆեմինիստական մտքից։ Ու Մարի Բելերյանը շատ լավ ձևով դա բացատրում էր, թե ինչու։ Ինքը ասում էր, իրենք շատ նախ կարդացած են եւ տեղյակ են Եվրոպայում ինչա կատարվում։ Մարի Բելերյանն ասում էր, եվրոպացի կանայք իրենց բնական իրավունքները, որը որ ունենալ ձայն, ունենալ ընտրության իրավունք, ունենալ կրթության իրավունք, ասում էր, իրենք դա վաղուց վաստակել են։ Իրենք հիմա պայքարում են արդեն մտնելու քաղաքական դաշտ, լինելու որոշում կայացնող ավելի բարձր ատյաններում։ Ասում են, իրենք արդեն պայքարում են այդ իրավունքների համար, իսկ մենք Հայաստանում հայկական իրականության մեջ դեռ այն բնական իրավունքներն էլ չունենք, այսինքն մենք չպիտի միանգամից անտարծենք, նախ մի հատ բնական իրավունքներ ձեռք բերենք, հետո նոր անցնենք դրան։ Ու այդ տեսանկյունից ես մտածում եմ, թե որքան խելամիտ ու խորիմաստ էին իրենք, որ միանգամից չէին վերցրել այդ եվրոպական ֆեմինիստական հոսքը եւ այդ մտքերը, իդեոլոգիան, ասում էին մենք էլ պիտի դա անենք։ Ինքը գիտակցում էր, որ ինքը ունի ազգի պահպանման խնդիր եւ Մարին էլ այդ մասին շատ էր խոսում, ասում էր հայ մայրը, հայ կինը պիտի ամեն ձև կարողանա մեր ազգը պահել ու հենց որ սկզբում նշեցի, հենց ինքն էր որ ասում էր, որ նախ պիտի ունենանք կիրթ մայր, որ ունենանք կիրթ զավակ, որ ունենանք լավ ազգ, որովհետեւ ասում էր, որ մայրերն են, որ լավ զավակներ են տալիս ու հետո լավ ազգ է։ Ես կուզեի նույնպես որ դու մեզ պատմես Լուիզա Ասլանյանի մասին, որպես վերջի կերպար այսօր, ինչ կասես իր մասին։ Շնորհակալ եմ Լուիզային այստեղ բերելու համար։ Լուիզա Ասլանյանի հետ ես ունեմ շատ յուրահատուկ կապ, որովհետև այն բոլոր կանանց, որ ես ուսումնասիրել եմ, Լուիզան ինձ համար շատ մի յուրահատուկ տեղ ունի իմ կյանքում, կասեմ նաև ինչու։ Լուիզա Ասլանյանը շատ հետաքրքիր անձնավորություն էր եւ ինքը ֆրանսիական դիմադրության մարտիկ էր, անդամ էր։ Բոլորս գիտենք, որ այս տարի փետրվարին Ֆրանսիայի նախագահի հատուկ հրամանով եւ նաեւ ուղեկցությամբ Միսակ Մանուշյանի եւ նրա կնոջ Մելնե Մանուշյանի աճունները որպես դիմադրության շարժման մարտիկներ, հերոսներ տեղափոխեցին Փարիզի Պանթեոն մեծ արարողությունով, որը որ բնականաբար շատ եսոպարտ էինք ստա դիտել եւ տեսնել, եւ ինչքան ֆրանսիացի ժողովուրդը խոնարհվեց Միսակ Մանուշյանի առաջ, ով որ պայքարեց, հա, Ֆրանսիայի ազատագրման եւ առհասարակ աշխարհը ֆաշիստներից փրկելու մեջ։ Բայց Միսակ Մանուշյանի խմբում եւ իր մարտիկների մեջ կային նախ շատ հայեր, բայց կային նաեւ շատ կանայք։ Եվ այդ Լուիզա Ասլանյանը այդ կանանցից մեկն էր։ Իսկ ինչով էր ինքը յուրահատուկ, Լուիզա Ասլանյանը գրող էր։ Ծնվել էր այն ժամանակ Թավրիզում, որը որ հայկական քաղաք էր Պարսկաստանում, եւ փոքր ժամանակից երազում էր դառնալ դաշնակահար։
Թավրիզը ինչ որ չափով ռուսական ազդեցության տակ էր եւ այնտեղ շատ տարածված էր, այսինքն ֆրանսախոս լինելը, ռուսախոս լինելը, կային ֆրանսերենի ուսուցիչներ, երաժշտության գնալը շատ, այսպես ասած, մոդայիկ էր եւ Լուիզան դաշնամուր էր նվագում եւ ուներ ֆրանսուհի դաշնամուրի ուսուցիչ եւ որոշել էր որ պիտի դառնա դաշնակար եւ պիտի անպայման մեկնի Փարիզ։ Եվ ինչ-ինչ պատճառներով ինքը հասավ Փարիզ, ի վերջո իր ամուսնու հետ 20-ական թվականների սկզբին 1900, բայց քանի որ Փարիզում շատ դժվար էր այդ ժամանակ գոյատևելը, չնայած որ fin du siècle Փարիզը հիանալի, այսինքն շրջան էր բոլոր այդ արտիստներով, իրենք չկարողացան գումար վաստակել բավարար այնքան, որ Լուիզան կարողանա կոնսերվատորիայում սովորի։ Եվ ստիպված ինքը այդ մտքից հրաժարվեց։ Ամուսինն էլ լինելով շատ լավ իրավաբան եւ խելացի անձնավորություն, ստիպված բանվորություն էր անում, որ կարողանա կնոջը օգնի, որ անպայման դառնա դաշնակար։ Բայց Լուիզան դրանից չհիասթափվեց եւ որոշեց, որ ինքը պիտի գրականությամբ զբաղվի, որտեղ դպրոցական տարիքից ինչ-որ բանաստեղծություններ էր գրել, թարգմանություններ էր, այդպես ինքը դարձավ ոնց որ մտավ գրական շրջանակներ, դարձավ գրող եւ սկսեց պատմվածքներ գրել, վեբ հրատարակեց։ Եվ երբ որ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Լուիզան հասկացավ, այսինքն իր հուշերից, որ ինքը պիտի պայքարի ամբողջ մարդկության համար եւ արդեն իսկ 40-ականների սկզբից, երբ որ կոմունիստներին, այսինքն երբ որ Գերմանիան հարձակվեց սովետական միության վրա, ինքն ու իր ամուսինը որոշեցին, որ իրենք էլ պիտի միանան դիմադրության շարժմանը։ Լուիզան միակ հայ կին գրողն է, ով որ համակենտրոնացման ճամբար են տարել, ով որ այնտեղ սպանվել է։ Եվ իր մասին այդ ճամբարային տեղեկությունները, ես ասում եմ ցավոք կան, ցավոքը այն առումով, որ գերմանացիները ամեն ինչ հիանալի փաստագրում էին, ում ոնց սպանեցին, ում ինչպես սպանեցին, կամ երբ եկավ ճամբար։ Ու այստեղ է գալիս ամենահուզիչ մասը, երբ որ Լուիզան ճամբարում էր, եւ ինքը շատ վտիտ կին էր, այսինքն հիվանդությունից ելնելով, ինքը որոշել է, որ ինքը պիտի գրի։ Եվ իր հետ ճամբարում, համակենտրոնական ճամբարում մնացող աղջիկները աղբի միջից թղթեր էին հավաքում, որպեսզի ինքը թուղթ ունենա գրելու համար։ Եվ ինքը ճամբարում գտնվելու ժամանակ կարողացավ գրել մի քանի փոքր բանաստեղծություններ ու մի հատ հսկայական պոեմ։ Իր աղջիկա մասն է պատմում, ով որ այդ բոլոր դժվարություններն է տեսնում համակենտրոնական ճամբարում, եւ դա կարելի ասել փաստագրված պատմություն է։ Ինքը ուղղակի բանաստեղծություն չի, ինքը իրոք պատմում է, թե ինչ էր կատարվել այդտեղ։ Եվ Լիզ Լոնդոնի միջոցով, ով որ ֆրանսիացի քաղաքական գործիչ էր, Լուիզան կարողանում է դրանք հասցնել։ Լիզ Լոնդոնը փրկվեց, հասցնել իր հարազատներին, իր ամուսինն էլ սպանեցին գերմանացիներ, քուրիկին իր հասցնել ու դա հետագայում ֆրանսահայերի շնորհիվ տպվեց, տպագրվեց։ Ու ինչն է այստեղ տխուր, որ մենք ունենք դիմադրության շարժման նման մարտիկ, հերոսական, ու մենք իր մասին չգիտենք։ Եվ ոնց կարող ենք, ոնց ասում ենք, ոնց կարող ենք ավելի իմաստուն եւ լավ հասարակություն դառնալ, եթե մեր քեսի պատմությունը լրիվ չգիտենք։ Այո։ Այդ մենակ հարստությունն է, կարողանանք մի հատ ամբողջական տեսանկյուն ունենանք մեզանից։ Այո։ Եվ ես հետազոտության արդյունքում մի բան եմ հասկացել այսքան ժամանակ, ես ինքս շատ հետաքրքրասեր եմ, կարող ընդհանրապես թեմայի հետ կապ չունեցող բան գնամ ու սկսեմ կարդալ։ Մենք ունենք կարող շատ տարօրինակ բան չէ։ Մենք ունենք ֆանտաստիկ հետաքրքիր պատմություն եւ ֆանտաստիկ հետաքրքիր կերպարներ, ոչ միայն կանայք, պիտի ասեմ, նաեւ տղամարդիկ, ու մասին մենք չգիտենք։ Հիմա հասկանում եմ, որ մենք շատ ուրիշ խնդիրներ ունենք մեր երկրում, որ առաջնահերթություն պիտի տանք, բայց սրանից շատ բան է կախված կիրթ հասարակություն ձևավորելու համար։ Ու ես կուզեմ իմ ամբողջ ջանքերը հետազոտական դրան են ներդրված, որ մարդիկ շատ իմանան, կարդան, բարձեցնել այդ լեզուն, որ դու դա մատուցում ես, որտեղ ես լրագրության միջոցով էի դա անում, բայց ինքը կես ակադեմիա էր, կես լրագրություն, այսինքն ինքը այնքան պարզ չէր, որ լիներ ուղղակի հոդված, բայց այնքան էլ բարդ չէր, որ լիներ ակադեմիական հոդված, ուղղակի որ մարդիկ իմանան, տեսնեն, կարդան եւ ճանաչվեն։ Շատ շնորհակալ ենք։ Քեզ տալիս եմ մեր վերջի հարցը, որպես բաց հարց, ինչ թեմա եք ուզես դրամատին խոսել, որպես փակ մեր խոսած։ Այո, որպեսզի շատ դրական նաեւ նոտայով ավարտենք, ես կուզեմ էլի շարունակել Լուիզայի մասին խոսել ու ասել, թե իմ հետազոտական ճանապարհները Լուիզայի ուր տարան։ 2 տարի առաջ ես սկսեցի Պարադիգմա կրթական հիմնադրամի հետ, որտեղ որ ես աշխատում եմ որպես հետազոտող, մենք որոշեցինք, որ պիտի պատկերապատում անենք, graphic novel կամ comics, ինչպես որ մարդիկ կուզեն ասեն։ Ու մենք պիտի ընտրեինք հայ կանանցից ում մասին դա անել, ու ես շատ ուրախ եմ, որ իմ առաջարկը Լուիզայի մասին անելը ընդունվեց, ու մենք հիմա այն փուլում ենք, որ արդեն ավարտում ենք
գրաֆիկ նովելի պատկերապատման նկարների աշխատանքը, նկարիչ Տիգրան Մանգասարյանն է, նկարիչ, ես գրել եմ սցենարը, միասին շատ աշխատել ենք, եւ մենք ունենանք Լուիզայի մասին պատմող պատկերապատում, որը որ պատմում է մի ամբողջ դիմադրության շարժման պատմություն մի կնոջ, հայ կնոջ տեսանկյունից, բայց նաեւ պատմում է հայ համայնքի մասին այդ ժամանակները եւ առհասարակ ցույց է տալիս, թե կնոջ ուժը, երբ որ նա բախվում է այդքան դժվարությունների։ Այսինքն սա միայն պատմություն չի, որ ինքը դիմադրության մարտիկ էր, սա պատմությունն է մի կնոջ մասին, ով ուզում էր դառնալ դաշնակահար, բայց չկարողացավ օրինակ։ Բայց շարունակեց իր ամբողջ ուժը ներդնել մի հատ այլ կարևոր գործի մեջ ու չընկճվեց դրանից։ Շատ շնորհակալ եմ։ Ես կուզեի փակել մեր խոսակցությունը նույնպես այդ մտքով քեզ լսելուց, այդ երկու կանանցից դու միշտ ասել ես հիմա, որ իրանց ամուսինը, իրանց մարդը, որ կողքներ աջակցում էր։ Ու ես ուզում եմ ճշտեմ ինչ կարևոր է, որ հասկանանք, որ բացի դերերը եւ ռոլերը, մենք մարդիկ ենք։ Ամեն մարդը տարբեր է, ամեն ծույկը տարբեր է, պիտի փորձենք իրար սիրել եւ հասկանալ մեր դերից հերրու մեկ իմ կարիքները կարող ուրիշ են, կոնը ուրիշ լինեն, բայց որ մարդը քո կողքը աջակցում է, ուզում եմ որ դու մարդ լինես, վերջում, բացի քինդը տեղամարտը շատ կարևոր է եւ շատ շնորհակալ եմ որ կարողացել ենք դրա մասին այսօր խոսել։ Ես էլ եմ շնորհակալ։